Kairinov, nous allons continuer par la lecture d'un texte en arménien et aussi un court message en arménien. Միգարտանք Մատթեոսի ավետարան 28-րդ գլուխ 16-րդ համարեն. En arménien, je ne lis pas le même texte, c'est un autre texte, vous pouvez le lire sur vos Bibles. Et le méditer, il s'agit de la finale de Matthieu, au chapitre 28, les versets 16 à 20. Իսկ 11 աշակերտները կացին Գալիլեա, այններ ուր Հիսուս իրենց որոշեր էր, երբ զանիկա տեսան երկրպագությունը օրինանոր, բայց ոմանք դարագուսեցան. Հիսուս մոտենալով խոսեցավ անոնց ու ասավ. Ամեն իշխանություն ինձի դրվեցավ երկնքի ու երկրի մեջ, ուրեմն կացեք, բոլոր ազգերը աշակերտեցեք, մգրդեցեք անոնք հանուն հոր եւ որդվո եւ ոգվույն սրբո, սորվեցուցեք անոնց, որ այն բոլոր բաները բահեն, ինչ որ ես ցեզի բադվիրեցի. Ահա, ամեն օր ես ցեզի հետ եմ, մինչև աշխարհիս վերջը. Ամեն. Որորսալ գիտենք գճանշտանք այս հատվածները եւ այս խոսքերը. Որ գտեսնենք թե համբարձման օրը եւ համբարձման օրեն հետո աշակերտները ինչ չրին եւ մենք ինչ ընելու ենք այսօր. Աշակերտները նախ եւ առաջ հավաքվեցան եւ աղոթեցին. Աղոթեցին ոչ միայն առանցին, ապա աղոթեցին միասին. Եվ ոսկե տեսնենք, թե որչափ Աստվածաշունչը գսորվեցնե մեզի աղոթքի կարևորությունը, լա անձնական աղոթքի կարևորությունը, ապա նաև հավաքական միասին միապանության աղոթքի զորությունը. Եվ ոսկե տեսնենք, թե մենք իբր հավատացյալներ այսօր հրավիրված ենք եւ գանչված ենք նաեւ հավաքվել եւ աղոթել. Ինչպես ամեն 15 օր անգամը հոս եկեղեցի մեջ կհավաքվենք ժամը 10-ին, ժամը 10-ին մինչև 11 միասին կաղոթենք. Եվ գիտենք, որ Աստված գլսե այս աղոթները. Ուրեմն Անպարծման օրը գոյշեցին է մեզի թե գանչված ենք աղոթքի միապանության. Հետո նաև գտեսնենք, որ Աստվածաշունչը գսե մեզի թե եթե Հիսուս երկինք անպարծավ, ամեն իշխանություն ստացավ, Հիսուս ինչ կնե հիմա այսօր. Աստվածաշունչը գսե մեզի թե Հիսուս հիմա գաղոթե մեզի համար, գպարեխոսե մեզի համար. Սին կիտագիցը լալու ենք, որչապ որ մենք գանչված ենք աղոթքի, Հիսուս ունենք, որ ինքն ալ գաղոթե մեզի համար. Եվ գաղոթե քեզի համար. Ասիկա մեծ ուժմը և մեծ զորություն մնե. Երբեք չմոռնանք, որ Հիսուս գաղոթե քեզի համար. Խոստացավ. Եվ ինչու համար գաղոթե? Հիսուս 3 նյութեր ունի գլխավոր. Առաջինը գաղոթե, որպեսզի Աստված հավիտենական կյանք տա մեզի. Հետո գաղոթե, որպեսզի Աստված բահե մեզի վտանգային. Եվ գաղոթե, որ Աստված մեզ միապան բայ. Այս է իր աղոթքի նյութերը. Դերդա, որ մենք զորանանք, նորոգվենք այս աղոթներու միջոցով. Եվ նաև անպարծման օրը ոչ միայն մեզ գհրավիրե աղոթքի, ապա նաև մեզ գհրավիրե վկայության. Գարտացինք ավետարանս Մատթեոսի մեջ, թե որոնք են
վերջին բادվերները, որ Հիսուս տված է իր աշակերտներուն։ Իր վերջին խոսքերը կացեք ամբողջ աշխարհը աշակերտեցեք։ Եվ հա ես ձեզ յետեմ մինչև աշխարհիս վերջը։ Դեռ որ մենք վգաները լանք թե մեր աղոթներով, թե մեր յանքերով, թե մեր խոսքերով, դեռ որ մենք վգաները լանք։ Դեռ որ չմոռնանք այս խոսքը։ Դեր օրհնե մեր ամեն մեկս եւ օրհնե իր խոսք եւ մեզ հավատարիմ բայե եւ մեզ զորացնե մեր հավատքին մեջ այս խոսքին միջոցով։ Ամեն։